Բարև ազատներևականը սկսում հայագիտական ձայն հարատի հաղորդաշարը աշխարհաստեղծումը դեռևս վաղագույն ժամանակներից մարդկության աշխարհաճանաչության մեջ տարբեր կերպ է ընկալվել եւ ամենահետաքրքիրն այն է, որ քաոսի ջրերի բախումը միշտ առկա է մարդկության աշխարհընկալման մեջ։ Այսօր խոսելու ենք աշխարհաստեղծման մեզ հասած վաղագույն առասպելների մասին եւ կփորձենք նրանք կապել հայկական լեռնաշխարհի հետ։ Թեմայի շուրջ կխոսի պատմաբան Գուրգեն Կարապետյանը։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, նշեցի, որ խոսելու ենք աշխարհաստեղծման վաղագույն առասպելների մասին եւ կցանկանամ հնչեցնել առաջին հարցը։ Մեզ հասած աշխարհի վաղագույն առասպելները աշխարհաստեղծման հետ կապված որոնք են եւ նրանք ինչ կապ ունեն հայկական լեռնաշխարհի հետ։ Համարում է, որ ամենահնագույն առասպելը ստեղծվել է Միջագետքում ու շումերական, բայց ցավոք սրտի այդ առասպելը մեզ հասել է որոշակի փոփոխություններով, որովհետև շումերական առասպելը արդեն բաբելոնյան ժամանակաշրջանում փաստորեն հարմարեցվեց Բաբելոնի աշխարհընկալմանը, որի համար չի կարելի պատմել, որ ամբողջ անաղարտությամբ է հասել, սակայն միևնույն է այս աշխարհարարման առասպելում բավականին լավ երևում է հայկական լեռնաշխարհի տեղը եւ կուզեի ասել, որ ընդհանրապես աշխարհարարման առասպելները հետաքրքիր նրանով, որ եթե ասենք 18-19-րդ դարի սկզբներին դրանք դիտում էին որպես հեքիաթներ, իրենց մեջ գիտական ոչ մի կարևոր բան չպարունակող նյութ եւ դիտում էր որպես պարզապես բանալություն, ապա այժմ ավելի խոր ուսումնասիրում է եւ բնական գիտությունների զարգացումը գիտնականներին բերել են այն եզրակացության, որ դրանց մեջ խորհրդանիշների, սիմվոլների ձևով պարունակում է բավականին մեծ այն ժամանակաշրջանի գիտական տվյալներ, որոնք նաև հաստատվում են այժմյան գիտության զարգացման աշխարհին, ինչով հետաքրքիր շումերական աշխարհարարման առասպելը առաջին հերթին անով, որ այնտեղ կա որոշակի ինֆորմացիա թվերի սրբացման մասին առաջին հերթին, երկրորդ հերթին շատ լավ երևում է հայկական լեռնաշխարհի տեղը ոչ միայն երկիր մոլորակի, այլ նաև աշխարհի այն ժամանակվա ասելով այժմյան տիեզերքի ամբողջ կառուցվածքում։ Ուրեմն առասպելը հիմնական գծերով եթե ասենք, պատմվում է, որ սկզբում եղել է ամբողջական աման, որը կարելի է բացել հայերեն լեզվով ամ, ուրեմն հայկական արմատը, որ այժմ օգտագործվում է միայն որպես ամբողջական տարի, բազմաթիվ հայերեն, հնդեվրոպական, նաև նույնիսկ ոչ հնդեվրոպական լեզուներում նշանակում է ընդհանրապես ամբողջություն, այսինքն նաև համապատասխանում է նրա գաղափարին, աման դա չտրոված ամբողջական ինքն իրենից մասեր չստեղծած ամբողջություններ, որից առանձնանում է դիամատը, որը նորից կարելի է նրա անվան իմաստը հասկանալ հայերեն, դի հայերենում նշանակում է մեծ, որից ասենք գալիս է տիեզերք բառը, այսինքն մեծ եզերք ունեցողը, կամ թե չի ասենք բազմաթիվ աստվածությունների, աստվածների դիցերտությունների անուններ, դին հասկանալի է ամը, ասեցինք արդեն ատ, հայերենում նշանակում է ամբողջից առանձնացված մաս, որը իր մեջ կրում է գլխավոր, այդ ամբողջի գլխավոր գծերը, այսինքն դիամատան, դա ամայից առանձնացած այն մասն է, որը պարունակում է հիմնական ամայի գծերը, այսինքն սա նույնպես ամբողջականություն է, սակայն արդեն առանձնացված իքական սկզբունքով այս է ասում թվերի սրբություն, եթե վերենք թվերի հասկացողությամբ աման 0 կամ 1-ն է, որը խորհրդանշում է տղամարդու թիվը, որի համար էլ հին փիլիսոփաներն ասում են, որ բոլոր տղամարդիկ, որտեղ 1-ն են, փաստորեն միայնակ են, որքան էլ ունենան ընկերներ, շրջապատ միևնույն է իրենք միայնակ են եւ որպեսզի տեղ ունենա շարունակությունը, անհրաժեշտ է որպեսզի լինի երկուսը, որը խորհրդանշում է կնոջը, իքականը, որից էլ փաստորեն հենց դիամատից ձևավորվում են
առաջին հին ավակ աստվածները, որոնց մեջ կարևորագույն տեղ ուներ Հայան, որին խորհրդանշը պատկերում էին ծերունազարդ կամ միջին տարիքի տղամարդ, որի կողքերից գնում են երկու գետեր, ձկնառատ, եւ դա խորհրդանշում էր հենց Հայաստան, հայկական լեռնաշխարհը, չնայած որ առասպելի գաղափարում դեռևս Հայաստանը չի ստեղծված, եւ ասում են, որ այս ավակ աստվածների դիցերի ձևավորումը զայրացնում է ամային եւ նա որոշում է ոչնչացնել նրանց, սակայն ավակ աստվածները հավաքվում են ժողովի եւ որոշում են իրենք նախահարցակ լինել մարդուկը, որը ասեցի արդեն բաբելոնյան հավանական է ազդեցության արդյունք է, որովհետև մարդուկը Բաբելոնի պահապան էություններ, աստվածներ, երբ ուրեմն նա սպանում է դիամատին, նրա գլուխը դնում է երկրի կենտրոնում ու առասպելում պատմում է, որ նրա երկու աչքերից սկսում են հոսել երկու գետեր, Տիգրիսն ու Եփրատը, որոնք կյանք են տալիս միջագետքին, այսինքն դիամատի գլուխը երկիր մոլորակի կենտրոնը այս առասպելում ընդունում էր, որ հայկական լեռնաշխարհն է, հետաքրքիր է նաև այն, որ իրարից բավականին հեռու տեղ ընկած ձևավորված առասպելներ ունեն մեկը մեկին շարունակելու նաև աշխարհանկալման ընդհանրություններ եւ ասենք բոլորի մեջ էլ հետաքրքիրն է, որ հայկական լեռնաշխարհը գնահատվում է որպես երկիր, երկինք իրար կապող, երկիրը իր ուսերին կրող, կարևորագույն կենտրոն, պատահական չէ, որ ասենք հնդկական վեդաներում խոսում է, որ աշխարհի կենտրոնում կա երկակատնի լեռ, որից սկիզբ են առնում 4 գետերը եւ դրանք տարածում են աշխարհի 4 կողմերը շատ նման արդեն քրիստոնեական, մովսեսական սուրբ գրքում աստվածաշնչում ընդունված այն տեսակետին, որ դրախտից մեր գետ, որը դուրս գալով բաժանում էր 4 մասի եւ փաստորեն նորից տարածում էր ցանկացած ամենափոքրիկ լուրջ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք Տիգրիս, Եփրատ, Արաքս, ճորող գետերն են, չնայած ավելի ուշադիր ուսումնասիրությունը երևի կբերեր նրան, որ դրանք պետք է լինեին նորից Արաքս ճորող, բայց արևելյան եւ արևմտյան Եփրատներ, որովհետեւ այդ գետերը իրենց ակունքներով կամ անմիջապես սկսում են բյուրակնից, այդ դրախտից է սկսում եւ իհարկե պետք է չմոռանալ, որ այս առասպելը փաստորեն հրեական մովսեսականների հայտնագործությունը չէր, սա վերցված էր նորից շումերական Գիլգամեշի առասպելից, որտեղ նորից շատ կարևորվում է հայկական լեռնաշխարհը, որովհետև Գիլգամեշը անմահությունը կամ նախասկիզբը, երևի դա պետք է հասկանալ, գալիս է գտնելու հայկական լեռնաշխարհում, անցնում է Սրբազան Մասիս Սարա եւ հանդիպում շումերական նոյին, Ուտնապիշտին, որ փաստորեն պատմում է ամբողջ այդ ջրհեղեղի պատմությունը եւ նորից շեշտում, որ փաստորեն հայկական լեռնաշխարհը հենց եղել է այն տապանը, որը փաստորեն դարձել է մարդկանց եւ կենդանիների փրկության վայրը, որտեղ հայերեն տապան բառը դա պարզապես նավ չէ, կարող էին հայերը կամ հին մարդիկ հենց պատկերացնել տարածք, որը պահում է իր մեջ, ապահովում է ինչ որ մարդու կամ կենդանիների տեսակները, այսինքն հենց հին հասկացողությամբ, երբ խոսում է արդեն նոյի տապանի մասին, կարելի է դա ընդհանրացնել ընդհանրապես հայկական լեռնաշխարհի մասին եւ խոսել, որ այդ կենդանիները փրկվել են հայկական լեռնաշխարհում, ոչ թե որ նավով բերվել են հայկական լեռնաշխարհ։ Պարոն Կարապետյան, ներկայացրիք շումերական առասպելներ աշխարհաստեղծման եւ կցանկանամ ներկայացնեք եգիպտական, վեդայական եւ հունական աշխարհաստեղծման առասպելները եւ ասեք, թե որն է նրանց ստեղծման պատճառը, որն է նրանց հիմքը։ Բավականին հեռու վերջնական ձևավորված
ժողովուրդներ, ինչպիսին են հույներն ու հանդիկները, փաստորեն իրենց առասպելներում ունեն նաև բավականին ընդհանրություններ, որը նորից խոսում է այն մասին, որ այդ առասպելների ձևավորման նախասկզբնական փուլը փաստորեն եղել են բավականին իրար մոտիկ եւ ոչ մենակ ասենք ձեռնշած հույների ու հնդիկների, ասենք նաեւ եգիպտացիների եւ հնդիկների երկուսներն ունեն մերյալների գիրքը, կնիկը միորդ վեղ։ Եվ բոլոր ուսումնասիրողները պնդում են, որ այդ երկուսը ունեն բավականին ընդհանրություններ, սակայն նաեւ կան էական տարբերություններ, որը խոսում է այն մասին, որ եղել է մեկ այլ օրինակ, որը նախնական օրինակ եղել երկու գրքի համար, որը նույնիսկ խոսում է այն մասին, որ աշխարհանկալման եղել է մեկ ընդհանուր կետ, եւ ինչու ասենք ես պնդում եմ, որ դա հենց Հայաստանն ու հայ ժողովուրդն է եղել, որովհետեւ հայկական սասնացռեր էպոսում, մեր ժայռապատկերներում, մեր լեզվում պահպանել են բավականին հետաքրքիր տվյալներ, որոնք փաստորեն մեր ասած հունական եւ հնդկական առասպելները կարողանում են միավորել եւ գտնել ամբողջականը, որը հետ գտնվել է հայկական լեռնաշխարհում։ Ուրեմն հույների աշխարհարարման առասպելում պատմվում է, որ սկզբնական շրջանում եղել է քաոսը, հինգվա հասկացողությամբ քաոսը դա անկազմակերպ շարժումն է, հույները դա մի քիչ այլ են պատկերացնում, քաոսը դա դեռևս վերջնական չկարգավորված վիճակն է, որի բաժանումից ուրեմն առաջանում է մի կողմից ուրեմն Տարտարոսը, մյուս կողմից երկիրը, Գեան, հետո տարվում է երկրորդ փուլը, երբ ուրեմն ծնվում է Ուրանիոսը, այսինքն տարածությունը առանց ժամանակի եւ ուրեմն Ուրանիոսից ծնվում է Քրոնոսը, ժամանակը, հետաքրքիր է, որ ժամանակը փաստորեն պետք է սահմանափակի չափի մեջ դնի տարածության, որի համար էլ Ուրանիոսը փորձում է թույլ չտալ Քրոնոսին ժամանակին, որի համար էլ նրան փակում է, սակայն Քրոնոսը փաստորեն զարթում է իշխանությունը եւ փաստորեն դնում չափի մեջ տարածությունը, որով առաջանում է ժամանակ, տարածություն, բնական կապը, սակայն ուրեմն հաջորդ փուլում պարզվում է, որ Քրոնոսը ժամանակը ամենակուլ, ինչպես հին հույներն էին ասում, սկսում է մեկը մեկի ետևից կուլ տալ իր ունեցած երեխաներին, Գեան թաքցնում է նրան, որից հետո Զևսը հասակ առնելով ստիպում է Քրոնոսին, որպեսզի նա հետ դա իր կուլ տված աստվածներին, որոնք հավաքվում են Օլիմպիա լեռան վրա, ձևավորվում են օլիմպիական աստվածները եւ շատ հետաքրքիր է, որ այդտեղ լավ պատկերված են հունական սուրբ երրորդությունը, հանձինս Զևսի երկինք, հանձինս Պոսեյդոնի շարժման, օվկիանոսի եւ հանձինս ստորերկյա կյանքի Մալվան Հադեսը, Մալվան թագավորություն, որը սկզբնական պատկերացման երևի եղել է ցամաքը, որով այդ սուրբ երրորդության գաղափարը կար։ Եվ շատ հետաքրքիր է, որ հունական առասպելներում նույնպես կա շատ թաքնված նշում Մասիսի մասին, երևի քչերը գիտեն, որ Օլիմպիոսը մի փոքրիկ սար է, եւ ցանկացած մարդ կարող է Սպարտա լինելուց նայել Օլիմպիոսին ու տեսնել նրա գագաթը շատ բարձ եւ որ այնտեղ չեն կարող տեղավորել հունական աստվածները եւ Օլիմպիոսը մտավ հունական առասպելների մեջ որպես սրբազան սար միայն մեկ պատճառով, որտեղ նա նույնպես երկգագաթ է եւ շատ լավ զգացում եմ, որ սկզբնական շրջանում զրույց եղել է մեկ այլ բարձր երկգագաթ լեռան մասին, որը ասենք շումերների մոտ խոսում է աստվածների ժողովատեղի, մարդկանց եւ աստվածների հետ կապի միջոց, աստվածային օրենքների ստացման վայր եւ փաստորեն հետագայում, երբ հույների իրենց համարելով ավելի վերադաս ամբողջ առասպելները տեղայնացրեցին եւ Օլիմպոսը փորձեցին դարձնել
որպես աստվածների կացարան, ասեմ, որ հնդկական վեդաները փաստորեն ամբողջությամբ պատրաստված վիճակում արիացիները եւ հայկական լեռնաշխարհից դուրս եկան, տարան Հնդկաստան եւ փաստորեն վեդաները ամբողջական աշխարհաճանաչում է, իր մեջ պարունակում է հասարակական հարաբերությունները, աշխարհի արարման առասպելը, արիացիների եւ ոչ արիացիների հարաբերությունները նույնիսկ, այստեղ նույնպես ամեն ինչը դրված է Սուրբ Երրորդության գաղափարի վրա, ասենք, ինչպես Հայաստանում էր, ինչպես շումերների մոտ էր, ասենք բնակչությունը բաժանվում էր 3 դասերի՝ քրմության, զինվորականության եւ աշխատողների եւ այ երբ որ նրանք հասան Հնդկաստան եւ այնտեղ հանդիպեցին դրավիտներին, հնդկական քաղաքակրթության մեջ էին մտնում, ձևավորվեց 4-րդ դասը, հենց այրացիներն էին, որ իրենց բաժանում էին տեղի ժողովրդից, վեդաներում պահպանվել է պատմությունը, թե ինչպես այրական ժողովուրդները դուրս են գալիս իրենց նախահայրենիքից եւ այնտեղ պարզ նշում է, որ նրանք դուրս են եկել Արածանի ափից, կռվելով աշուրների դեմ, դրանք ուրեմն ներկայացում են նորից աստվածներ, բայց ի տարբերություն այսպես կոչված հնդիկներին պաշտպանող, աջակցող դևաների, փաստորեն աշուրները համարում են չար, որովհետև փաստորեն կռվել էին իրենց դեմ եւ շատ հետաքրքիր է, որ նշվում է, որ երբ իրենք դուրս էին գալիս, նրանց առջևից գնում էր գարունան եւ որտեղ գարունան դնում էր իր ոտքը, ծաղիկներ էին աճում, բուսականությամբ էր ծածկվում, որը խոսում է այն մասին, որ անգամ նրանք լավ հիշում էին, որ երբ դուրս են եկել իրենց նախահայրենիք հայկական լեռնաշխարհից, նրանց ուղեկցել է ուրեմն գարուն ամիսը կամ գարունից հետո, երբ փաստորեն բուսականությունը փարթամորեն աճում էր։ Կարևորն այն է, որ այս բոլոր առասպելներում կա ձգտումը վերադարձ դեպի նախահայրենիք, մաքրվելու, անմահություն ձեռք բերելու, գլխավոր արժեքը իրենց մոտ տանելու գաղափարը, ասեցին Գիլգամեշի մեջ, փաստորեն նա գալիս է անմահության ծաղիկը տանելու, բայց երբ ուշադիր նայում ենք, որ Գիլգամեշը փաստորեն իր ընկերոջ մահից հետո չի կարողանում գտնել կյանքի իմաստը, որտեղ նա դառնում է քաջ զինվոր, սկսում է շվայտ կյանք վարել եւ այլն, եւ փաստորեն անմահության գաղափարը համապատասխանում է կյանքի իմաստի ընկալման գաղափարին, բայց առասպելը ցավալի վախճան է ունենում, որովհետեւ փաստորեն շումերներն էին հասկանում, որ հեռանալուց հետո իրենք բավականին շատ բան կորցրել են, իսկ նույն ձևով, ասենք, հնդիկների մոտ նրանք ասեցինք, աշուրներին համարում են իրենց թշնամի, բայց փաստորեն նորից կա նախահայրենիքի կարոտը, ինչպես ասենք շումերների մոտ կար մրցակցություն Հայաստանի նկատմամբ, բայց ասենք երբ որ իրենք կառուցում են իրենց զեկուրները կամ ավելի ճիշտ կլինի կարդալ էկուրները, որ նշանակի կուր բարձունք, էություն, արհեստական բլուրների վրա կառուցումել են տաճարները, պարտադիր Հայաստանից, եթե չէին կարող ընդհանրապես հայկական քարով կառուցել այդ տաճարները, ապա պարտադիր որևէ մեծ քար բերում դնում էին տաճարի հիմքում, որի վրա բարձրանում էր տաճարը, այսինքն նորից նրանք լավ գիտեն, որ իրենց այդ դիցերտությունները ապրում են հայկական լեռնաշխարհում եւ որպեսզի նրանց հոգեհարազատ տարածք ստեղծել, անհրաժեշտ է ստեղծել այդ լեռների խորհրդանիշ հանդիսացող բարձունքները։ Եգիպտական առասպելներում մի շատ կարևոր նաեւ կետ կա, որը խոսում է ընդհանրապես աշխարհընկալման մասին, այնտեղ նորից Սուրբ Երրորդության գաղափարը կոնկրետացված է, որտեղ գտնում են, որ մարդը կազմված է ֆիզիկական մարմնից եւ երկու հոգիներից, բան եւ կան, եւ փաստորեն դա համապատասխանում է հայկական զգացումային դաշտին եւ ոգուն, մտքին, արդեն ֆիզիկական մարմինը պարզ է, նաեւ նրանք գտնում են, որ աշխարհը, ինչպես եւ շումերներ, ամբողջական է, որը տրովել է եւ գալու է մի պահ, երբ նորից այդ առանձին մասերը պետք է միանան եւ տիեզերքը դառնա ամբողջական, որի ժամանակ էլ նրանք գտնում են, որ մարդիկ, մահացած մարդիկ պետք է վերակենդանանան
եւ ամեն մի օրգանը համապատասխանում էր որևէ աստվածության, որի համար էլ նրանք գտնում էին, որ անհրաժեշտ է օրգանները պահել, որպեսզի այդ պահին նորից ամբողջանա մարդը, միանա իր հոգում, ոգում, կային եւ բային եւ ուրեմն նորից վերածնվի։ Բացի այս բոլոր առասպելներում բացահայտ երևում է կապը հայկական լեռնաշխարհի հետ եւ աստորեն նաեւ Հայաստանի դերը որպես երկրի կարևորագույն, եթե չասեք ամենակարևոր, ապա կարևորագույն կենտրոնի։ Մեզ մոտ եղած աշխարհաստեղծման վերաբերյալ առասպելները, հնագույն զրույցները, հեքիաթները, ինչպես նաև Սասնածռեր էպոսը, ինչպես են նրանք կապում աշխարհաստեղծման հետ եւ հնագույն մնացյալ առասպելներից ինչով են տարբերվում։ Լեզվում, ժայռապատկերներում, հեքիաթներում, Սասնածռեր էպոսում կարելի է ոչ մանրամասն, բայց ընդհանուր գծերով պատկերացում կազմել, թե ինչպիսին է եղել հայերի պատկերացումը աշխարհի արարման մասին, որը նաև ասացինք զգացում է դրանց կապը մյուսների հետ, ցավոք սրտի քրիստոնեության ընդունման ժամանակ մեր ամբողջ սրբազան գրականությունը ոչնչացել է, չնայած ես համոզված եմ, որ կգա ժամանակը եւ կպարզվի, որ դրանք պահպանվել են ինչ-որ տեղ, ինչ-որ թաքստոցում, նամանավանդ որ դրա մասին կա նաեւ որոշակի տվյալներ, որ քրիստոնյա առաջին քարոզիչները չկարողացան ամբողջը ոչնչացնել, հայերը գտնում են, որ սկզբնական տիեզերքը կազմված է եղել մի վիճակից, երբ փաստորեն նա խտացված էր մի փոքր տարածքում, սակայն դեռևս առանձնացված չէր ժամանակը, տարածությունը, սկիզբը, վերջը, բարին, չարը եւ այդ վիճակին հայերը կոչում էին վիշապ, որը ծագում է վի եւ շապիկ բառերից, այսինքն փակ մի տարածք, որտեղ ամբողջը գտնվում է միասին։ Մի անգամից նշեմ, որ ըստ հայերի այդ սկզբնական վիճակը ամբողջությամբ չի ոչնչացվում, այլ փոխարինում է նաեւ մյուս զարգացման փուլերին եւ հայերը գտնում են, որ այժմ էլ տիեզերքում կա կենտրոն, որտեղ այդ ժամանակը տարածությունը, անցյալը, ապագան, ներկան, իջան, մատերիան խտացված են մեկ կետում եւ դրան հայերը կոչում էին բան, որով էլ ասենք աստվածաշնչյան թարգմանության մեջ լատիներեն լոգոսին հայերը թարգմանել են բանը, գտնում են, որ բոլորը նաև մարդիկ դուրս են գալիս որպես միտք այնտեղից եւ նորից վերադառնում են այնտեղ։ Դրանից հետո հայերը պատկերացնում էին, որ եղել է մի պահ, երբ ուրեմն եկել է վիշապի ժամանակը, ասեք, երբ որ Վահագնի մասին խոսում է 19-րդ դարում, Վահագնի կերպարը պատկերացնում էին որպես վիշապներ սպանող, վիշապներ քաղող, իրականում վիշապաքաղը դա առասպելական կենդանի է, որը հենց համապատասխանել է մեր հրեշի հասկացողությանը եւ փաստորեն այդ Վահագնը որպես կրակնային հասկացողություն, որպես տիեզերքի արարման, այն պահն է, երբ հրե էշը հայերենում նաև նշանակել է ճանապարհ բացող, այսինքն գալիս է հրեշի ժամանակը, երբ ուրեմն պայթյունի պատճառով բաժանվում է մատերիան իդեայից ժամանակը տարածությունից, բայց դա դեռևս գտնում է քաոսային վիճակում, որն արդեն համապատասխանում է հունական աշխարհաճանաչման առաջին փուլին, գուցե առաջին հայացքից տարօրինակ հնչի, հայերը այդ վիճակը նույնացնում են ծովինարի հետ եւ ժայռապատկերներում բավականին շատ կան պատկերները, թե ինչպես քաոսից առանձնանում է կնոջ պատկերը, որի վերին մասը գեղեցիկ կին է, ստորին մասը ձկան կամ հրեշի պատկեր ունի, այսինքն սա այն վիճակն է, երբ դեռևս չկա կանոնավոր տիեզերքը, բայց արդեն կա մեղրագետը, այսինքն կա տիեզերքի
էվոլյուցիոն բնական զարգացման ճանապարհ, այսինքն որոշված է, եւ այդ դրանից հետո գտնում են, որ ծովինարը սիրո գետից խմում է երկու բոր ջուր, որից առաջինը ամբողջական է եւ ծնվում է կանոնավոր տիեզերքը, այսինքն սանասարը, սան, լուսավոր եւ սանսար, եւ ուրեմն բաղդատված սարը, բաղդասարը, որը փաստորեն արդեն անկանոն քայքայվող տիեզերքն է, այստեղից մենք կարող ենք տեսնել աշխարհի բոլոր տեղերում երկվորյակների գաղափարը, որոնք եւ իրար հակառակ են եւ լրացնում են իրար, Բաղդասարը որպես քայքայվող անկանոն տիեզերք նա չէր կարող ունենալ շարունակություն, որի համար էլ չկա, իսկ այս սանասարից ծնվում են նրա 3 որդիները, Միհուրը, Մեհերը, որը խորհրդանշում է տիեզերքի միտքը, մյուսը Ձայնովոհանը, որը խորհրդանշում է զգացումային դաշտը, ինֆորմացիան, որի համար էլ ասենք, երբ Դավիթը փակվում է փոսի մեջ, Ձայնովոհանը չի գնում նրան օգնելու, այլ պարզապես ուղարկում է ինֆորմացիա, բղավում է, եւ դա բավական է, որպեսզի Դավիթի ուժերը քարապատվեն, հնգապատվեն եւ նա կարողանա ջարդել քարերը ու փոսից դուրս գալ եւ վերգոն, որը խորհրդանշում է նյութական աշխարհը, որի համար նա բավականին բացական է ներկայացում որպես չոր նյութականություն եւ փաստորեն Մեհերի, Ձենովոհանի եւ Վերգոյի միջոցով ձևավորվում է ամբողջական կանոնավոր տիեզերքը եւ փաստորեն հայերի այս տվածով կարող ենք ասել, որ հայերը ունեն ամբողջական պատկերացում տիեզերքի արարման եւ տիեզերքի զարգացման փուլերի մասին։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Սիրելիներս, այսօր այսքան, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Ազատ ձայնլրատվականի հայագիտական ձայնարատի հաղորդաշար։ Հաջողություն կհանդիպենք։